Հարգելի գործընկերներ, այսօր Սահմանադրական դատարանը կշարունակի իր աշխատանքները։ Այսօր մենք ունենալու ենք հարց ու պատասխանի փուլի շարունակություն։ Հավանաբար դատական քննության այս փուլը տևելու է երկար։ Մի փուլ ունենալու ենք հավանաբար, որ լինելու է դռնփակության կարգով քննվող։ Տեղեկացնեմ ձեզ, որ մի քանի խնդիրներ, որոնք մենք ներկայացրել էինք, նաև դատարանի կողմից պահանջ է ներկայացվել, որ դրանց հիմնավորումները ներկայացվեն, այդ թվում 17,000 գաղտնի քվեարկությունների վերաբերյալ, ընթացս կներկայացնենք զարգացումները։ Ինչպես է գնահատեք երեկվա նիստը։ Գիտեք, նիստը գնահատելու տեսանկյունից դեռ վաղ է գնահատականներ տալը, բայց մի բանը հստակ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցելով որպես երրորդ անձ այս դատաքննությանը չի ներկայացրել դիրքորոշում, որ տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հերթական անգամ քաղաքական գնահատականներ եւ իրականություն, քաղաքական գնահատականներ եւ իրական դատողություններ հակադրության մեջ են այս քաղաքական ուժի դեպքում։ Հետևաբար ուզում եմ ասել, որ առնվազն թող մեր հայրենակիցները արձանագրեն, որ որևէ մի մասշտաբային կամ մասսայական բնույթի ընտրախախտումներ Հայաստանում չեն եղել։ Սա է իրենց գնահատականների տեսանկյունից խոսքը ընտրակաշառքների եւ այլ երևույթների մասին է։ Բայց մյուս կողմից այն, որ հենց իրենց կողմից ընտրախախտումներ իրականացվել են, որոնք հենց ազդեցություն ունեցել են ընտրության արդյունքների վրա, դա փաստ է։ Եվ մենք դրա վերաբերյալ հիմնավորումները ներկայացրել ենք, նաեւ հարց ու պատասխանի փուլում որոշ արձանագրումներ կկատարենք, որովհետև այն խախտումները, նույն լինի վարչական ռեսուրսի չարաշահումը, լինի ատելության խոսքի տարածումը, դրանք այո ունեցել են էական ազդեցություն ընտրության արդյունքների վրա, որովհետև պատկերը կլիներ բոլորովին այլ։ Իսկ իրենց կողմից ներկայացրած խախտումները, դրանք կարծես հենց այդ ձևակերպումն է օգտագործվեց դրվագային բնույթի են եղել եւ անմեղության կանխավարկածն է որևէ մի դեպքով չի հաղթարվել, դա էլ ասեց հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը։ Այսինքն որոշ հետաքրքիր արձանագրումներ կան, բայց բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանի կազմն էլ լեգիտիմության խնդիրը ունի։ Քանի որ ոնց տեսնում եք, Սեդա Սաֆարյանը մասնակցում է նիստերին։ Պարոն Վարդանյան, մի փոքր